Արև ձեզ հարցերս հնչեցնեմ, դուք որոշեք, որը գործը չկպատասխանի։ Նախ ուզում եմ անդրադառնանք երեք հայտնի դարձավ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներն են հեռախոսազրույց ունեցել եւ ակնհայտ է նաեւ տարածաշրջանում լարվածությունը, նաեւ Իրան-Ադրբեջան այս միջադեպերը, որ գրանցվեցին։ Ես կուզեի դուք ասեիք նախ ինչ կերպ կարող է սա անդրադառնալ Հայաստանի ինչ ռիսկեր է սա ստեղծում Հայաստանի շուրջ, եթե իհարկե այդպիսի ռիսկեր կանխատեսվում են եւ Հայաստանը ինչ է անում այդ ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ եւ նաեւ ուզում եի հարցնել ընդհանուր ծրագրերից, որ Հայաստան, Ադրբեջան եւ Ամերիկան միասին ունեն։ Ի վերջո այս պահպանվող լարվածությունը եւ դեռ չերևացող հանգուցալուծումը որևէ կերպ կարող են ազդել այդ ծրագրերի պրոցեսի դանդաղեցման կամ գուցե ինչ որ խոչընդոտներ հարուցեն այդ առումով եւ ուզում եմ նաեւ անդրադառնանք հարցումներին, որ քիչ առաջ հայտնի դարձավ միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած հարցումներով քաղաքացիական պայմանագիրը ըստ էության առաջատար էր այդ հարցումներով խորհրդարանական ընտրությունների հնարավոր պատկերի արտացոլման առումով ես ուզում եմ հարցնել ամեն դեպքում այնտեղ սահմանադրական մեծամասնության առումով կարծես թե չի լինելու սահմանադրական մեծամասնություն չի ստանալու եթե այլ կերպ են 29% չէ ես ճիշտ եմ հա 29% էր Լավ, հարցս հնչեցնեմ, դուք արձագանքեք, պարոն Եղոյան, ինչպես եք պատկերացնում այս դեպքում հետագայում արդեն աշխատանքը, եթե իսկապես այնպես ստացվի, որ չունենաք սահմանադրական մեծամասնություն։ Ես պատասխանեմ մի քանի հարցի, չնայած դուք ոնց որ թե բոլոր լրագրողների հարցերը մենակով տվեցիք, չէ՞։ Շատ լավ։ Այո։ Տեսեք, կապված ռիսկերի հետ եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ, դուք նաեւ վստահաբար հետեւում եք պաշտոնական տեղեկատվությանը, երեք նաեւ անվտանգության խորհրդի նիստ ա եղել եւ ազգային ժողովից էլ նաեւ մեր գործընկերներն ազգային ժողովի նախագահ պարոն Սիմոնյանը, պարոն Կոնջարյանը խմբակցության ղեկավարը եւս մասնակցել են եւ այդտեղ բոլոր ձեր նշած ռիսկերը եւ հարցերը հասցեագրվել են ըստ էության եւ ուրեմն մենք հետևում ենք իրավիճակին բնականաբար եւ մեր սահմանին տեղի ունեցող բոլոր իրավիճակների վերաբերող ուրեմն վերաբերելի ռիսկերը հասցեագրվում են համապատասխան մարմիններում սրա մասին կարծում եմ լրացուցիչ տեղեկատվություն արդեն կհաղորդեն հաջորդ անվտանգության խորհրդի նիստերից հետո կամ համապատասխան մարմինները, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Ծրագրերի հետ կապված էլի շատ կարևոր է ձեր հարցը, որովհետև ես տեսա նաև մամուլում նման մտավախություններ եւ մեկնաբանություններ կային։ Մենք առաջ ենք շարժվում այն փաստաթղթերով, այն պայմանավորվածություններով, որը որ կա եւ այս պահին որևէ ռիսկ չկա կապված Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։ Եվ շատ կարճ մի նախադասությամբ էլ հարցումների մասին եւ խոսքը փոխանցեմ իմ գործընկերոջը, բոլոր հարցումներին հետևում ենք, մեզ համար քիչ թե շատ կանխատեսելի են այդ հարցումների պատկերը, բայց հարցումների իսկությունը եւ վերջնական արդյունքները մենք բոլորս միասին կտեսնենք հունիսի 8-ի առավոտյան։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ, պարոն Եղոյան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար